Այն կողմից էլի Այս խորհրդանշական մեր ժողովրդի համար կարևոր օրը նախ եւ առաջ պետք է մեր արգանքի տուրքը մատուցենք մեր բոլոր այն հայրենիներին, մեր ժողովրդի այն զավակներին, ովքեր մասնիկն են հայոց բանակի եւ ովքեր իրենց մասնակցությամբ իրենց ներդրումն են եղել երրորդ հանրապետության զինված ուժերի կազմավորմանը։ Դրա հիմնադրման օրերից մինչև դրա կայացում եւ թեև այսօր իրավիճակի բերումով մենք խոսում ենք իրավիճակի բավականին ծանր եւ բարդ զարգացումների մասին, թեևս բոլորիս կամքը եւ նպատակը պետք է լինի նպաստելը, համախմբելը հանուն մեկ նպատակի՝ մեր զինված ուժերի երբեմնի փառքի, հաղթանակների եւ հաջողությունների վերադարձին։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը կարդացել եք Ոչ։ Նա մեղադրել է ՀԱՊԿ-ին, պարոն Աբրահամյան, մեր ունեցած ցախողումների մեջ եւ դրան զուգահեռ նաեւ ձեռք բերում է համարել այն, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցրել են եւ որ դա շարունակական բնույթ է կրելու, ինչպես նաեւ ձեռք բերում է համարել Պրահայում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մեր երկրի տարածքային ամբողջության, մեր քաղաքացիների, մեր հասարակության անվտանգության ապահովման թիմի երաշխավորը դա եղել է եւ պետք է լինի մեր երկրի զինված ուժերը, միջազգային համագործակցությունը տարբեր սուբյեկտների, այդ թվում նաեւ բազմակողմ ֆորմատով տարբեր միջազգային ռազմաքաղաքական ուժերի հետ համագործակցությունը պետք է լինի ընդամենը մեկ բաղադրիչը մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից եւ այս դեպքում բոլոր այն գործիչները, որոնք այսօր կամ վաղը ապագայում փորձելու են մեր երկրի անվտանգության ճարտարապետությամբ զբաղվեն, պետք է հստակ գիտակցեն եւ շարժվեն մեկ տրամաբանությամբ, որ ամեն ինչի հիմքում հայոց բանակն է, հայ ժողովրդի հավաքական կամքն է եւ մյուս բոլոր գործոնները, այդ թվում միջազգային գործընկերները, դրանք ընդամենը մի մասնիկն ու բաղադրիչն են մեր երկրի ընդհանուր արտաքին միջավայրի ապահովման տեսանկյունից։ Իմ տպավորությամբ այստեղ կա ավելի շատ խնդիր արդարացնելու մեր երկրում տեղի ունեցող ձախողումները, պարտությունների շղթան, որը բերել է մեզ համար մեր հայրենիքի մի հատվածի նաև կորուստին, Արցախի, Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում ադրբեջանական օկուպացիային, հազարավոր զոհերին եւ իր պատասխանատվությունը սրանից այն կողմ նետելու եւ նաեւ հանրության ուշադրությունը այլ կողմ սևեռելու համար իշխանությունը փորձում է այս կամ այն կողմին մեղավորներ նշանակելով իր վրայից նետել պատասխանատվությունը։ Կրկնում եմ, մենք պարտավոր ենք մեր անվտանգությունը ապահովել սեփական ջանքերով, մեր ուժերով, մեր հնարավորություններով եւ այոց բանակի գոյությամբ, մարտունակությամբ եւ հզորությամբ։ Մնացածը արդեն այլ խնդիր է։ Կներեք, էլի, բայց մի ներքաղաքական հարց եմ ուզում ձեզ նաեւ տալ։ Տեսեք, մոտենում են արդեն խորհրդարանական ընտրությունները, ժամկետը կրճատվում է եւ բոլոր քաղաքական ուժերը ըստ էության այս փուլերում հայտարարում են ձևաչափերի, մասնակցության ձևաչափերի, հնարավոր դաշինքների մասին, իրենց պատկերացումների մասին, որոնցով կհասնեն իշխանության հեռացմանը։ Հանրապետական այս առումով դեռ շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ռեալ տարբերակ իմպիչմենթի գործընթացն է, եթե այո, ապա այդ ստորագրությունները ստանալուց հետո ինչու գործընթացը տեղից չի շարժվում, պարոն Աբրամյան։ Ես եւ նաեւ մեր քաղաքական ուժը առիթ ունեցել ենք ասելու, որ ընտրական պրոցեսները կամ տարբեր քաղաքական ուժերի ընտրությունների գնալու հանգամանքը որևէ ձևով չի բացառում իմպիչմենտի գործընթացը, որովհետև իմպիչմենտի հաջողությունը ապահովելը կապված է մեծ թվով բաղադրիչներից եւ որոշակի իրադրային զարգացումներից, որոնք այս պահին էլ միջև ընտրական ցիկլ պայմանական հունիս ամիսը հնարավոր են ստեղծվել եւ հնարավորություն տան process-ը նաեւ այդ ուղղությամբ տանելու։ Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներին հանրապետականի հնարավոր մասնակցությանը, ապա հանրապետականը սրա հետ կապված մոտ 10 օր առաջ առաջին հանդիպումն է, քննարկումն է իրականացրել կուսակցության գործադիր մարմնում։ Կարող եմ ասել բավականին ծավալուն շուրջ 3-3.5 ժամանոց քննարկում է եղել,
որի հետ կապված որոշում չի կայացվել եւ քննարկումները այս թեմայով շարունակվելու են։ Երբ որ մենք ունենանք արդեն դիրքորոշում, բնականաբար դա արդեն կանոնացնենք։ Մասնակցել չմասնակցելու թե ձևաչափի արդյունավետության վերաբերյալ։ Գիտեք, առաջին հերթին պետք է որոշում կայացնել ընտրությունների վերաբերյալ, դրանից հետո արդեն որոշել դրա մասնակցությամբ արդեն ձևաչափը։ Այսինքն որոշում այս բանին չկա, պարոն Աբրամյան։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե կուսակցության չէ, ձեր դիրքորոշումը օրինակ ասեք, ինչ է կարծում, ինչ ձևաչափով ընտրական process-ում ինչ ձևաչափն է արդյունավետ ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Գիտեք, ես չեմ կարող առանձնացնել իմ տեսակետը, որովհետև ես կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ, ներկայացնում նաև իր մարմնի մոտեցումները եւ այս տեսանկյունից բնականաբար քննարկումների արդյունքից է կախված, թե մենք ինչ ուղղությամբ ենք շարժվելու եւ այդ ժամանակ նաեւ կխոսենք ձևաչափի եւ հնարավոր արդյունավետ ճանապարհների մասին։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանի հերասման հիմքում ոչ միայն պետք է լինեն առանձին քաղաքական ուժերի առաջնահերթությունները, այլ պետք է լինի ընդհանուր դաշտ իրական ընդդիմադիր ուժերի, որը հնարավորություն կտա նաեւ համատեղ ջանքեր գործադրել մեկ ընդհանուր թիրախի ուղղությամբ գործելու եւ իշխանապողության գործընթացը առավել արդյունավետ ռեսուրսի վրա դնելու համար։ Իսկ լայն համախմբում, լայն բևեռ ձևավորելու այն դիրքորոշումները, որ այս փուլում շատ հնչեցվում են, դուք կարծում եք կարող է արդյունավետ լինել, այսինքն դուք հնարավոր համարում եք, որ տարբեր փուլերում իշխանության հետ համագործակցած, չհամագործակցած ուժեր մի կողմ դնեն իրենց բոլոր խնդիրները, թեկուզ նաեւ ներանձնային եւ համախմբվեն այդ օրակարգի շուրջ։ Դուք սա ռեալ համարում եք։ Վերջից սկսեմ, նախ հանրապետականը առիթ ունեցել է այս մային հայտարարելու, որ իշխանապողության հիմքում ոչ թե իր անձնական կամ ներկուսակցական ամբիցիաներն են, այլ ընդհանուր նպատակին հասնելու կարևորությունը եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ընդհանուր բևեռ ձևավորելու մոտեցման հիմքում պետք է առաջին հերթին դնել սկզբունքները եւ այն մոտեցումները, որոնք մեծ թվով ուժերի կարող են բերել եւ մեկ ընդհանուր սեղանի շուրջ նստեցնելը։ Իսկ թե այդ բևեռը իր գործունեությունը ինչպես կձևավորի, ինչ խմբավորումներով կամ ինչ ենթաշերտերով, դա արդեն քննարկման հարց է։ Ֆորմալ առումով ընդհանուր տեսլական լինի, բայց թե ինչպես կգնան արդեն իրավական գործընթացն, այսինքն ոնց կմասնակցեն դաշինքներ կձևավորեն, դա արդեն երկրորդական է, ճիշտ հասկացա։ Դա արդեն մարտավարական խնդիր է, բայց ամենից կարևորը այն կարմիր գծերն են եւ սկզբունքներն են, որոնք պետք է դրվեն այդ պայքարի հիմքում եւ հնարավորություն տան իրական ընդդիմադիր ուժերին այդ առանձնահատուկ process-ում միմյանց չվնասելով ստեղծել առավելագույնս հնարավորություններ պայքարի արդյունավետությունը մեծացնելու առումով։ Իսկ իրական ընդդիմադիր ասելով պարոն Աբրամյան, ինչ, այսինքն ոնց հասկանանք, ում եք օրինակ համարում իրական ընդդիմադիր, օրինակ Լուսավոր Հայաստանին կհամարեք իրական ընդդիմադիր ուժ, եթե այդ մի սեղանի շուրջ նստելու հարց է առաջանում, կամ այնտեղ, չգիտեմ, էլի ուժեր կան, որ տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանին աջակցել են, բայց հիմա օրինակ քննադատում են։ Դուք այդ ոնց է որոշվելու, էլի իրական են թե իրական չեն։ Գիտեք, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, բայց ընդգծված մի ուժ կար, որ ընդդիմություն էր 18 իրադարձությունից հետո, դա հանրապետականն էր եւ բնականաբար իմ խոսքն ու մեկնաբանությունները պետք է շատ ավելի լայն կոնտեքստում ընդունել։ Այստեղ նաեւ դուք հավաքված մարդիկ եք, ովքեր այս երկար տարիներ լուսաբանում եք տարբեր քաղաքական իրադարձություններ եւ ձեր համար էլ ակնհայտ է թե ով իրականում ինչ ճանապարհով է շարժվում եւ իրականում ինչ հիմնական թիրախի է հարվածում, այնպես որ երբ ժամանակը գա մի սեղանի շուրջ նստելու եւ սկզբունքներ համաձայնեցնելու, դա արդեն պարոն Աբրամյան քննարկվել է, պարոն Աբրամյան։ Ներողություն չլսեցի։ Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը քննարկվել է այդ օնլայն Կուսակցության գործադիր մարմնում անհատական որևէ անձի հետ կապված թեմա չի քննարկվել, բայց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը բավականին հստակ է եղել, այսօր չէ որ պետք է արտահայտվի եւ չեմ կարծում որ այս պահին այդ մասով որևէ բան փոփոխություն չի ենթարկվել եւ եթե հանրապետական կամ Սերժ Սարգսյան այս մասով որևէ նոր բան ունենա ասելու, բնականաբար դա կանի հանրային ձևով։ Վերադառնալով Փաշինյանի գրառմանը, տեսեք, ասում են վերջին տարիներին այնպիսի ռազմական տեխնիկա, այնպիսի քանակով, որակով ձեռք է բերվել, որ երբևէ հայոց բանակը չի ունեցել այդպիսի տեխնիկա։ Նախ ինչպես կարձագանքեք այս շտապին։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր խոսում են զինտեխնիկայի ձեռքբերման մասին,
լավ կլինի նաև խոսեն այն մասին, թե իրենց վարած քաղաքականության հետևանքով զինված ուժերի քանի միլիարդի զինտեխնիկա եւ սպառազինություն է ոչնչացվել կամ որպես ավար հանձնվել Ադրբեջանին։ Այսինքն այն մարդիկ, որոնց քաղաքականության հետևանքը մեր երկրի համար եւ տարածքային եւ մարդկային առումով եղել է ողբերգական, չեն խոսում դրա հետևանքների, դրա թվային արտահայտման մասին, բայց խոսում են զինտեխնիկայի ձեռքբերումների մասին։ Յուրաքանչյուր բանակ իր հաջողությունը, իր հաղթանակը, իր մարտունակությունները ցույց է տալիս գործով եւ ժամանակն է ապացուցել նաև այս իշխանության դեպքում, թե իրենց ունեցած ռեսուրսները, այդ թվում պետության հնարավորությունները ինչպես են վատնել կամ ինչպես են ծառայեցել թշնամական օրակարգերին։ Մի քանի պատճառ, որ նշում է, որոնց միջոցով որ հնարավոր չէ մի այդ զենքերը հասնեին Հայաստանին, նաև հապկի մասին է խոսվում։ Այդպիսի բան եղել է, թե չի եղել։ Հայաստանը մինչև 2018 թվականը ձեռք է բերել մեծ թվով սպառազինություն, ռազմական տեխնիկա, այնպիսին, ինչպիսին հնարավորություն է տվել ապավելու Հայաստանը եւ Արցախի անվտանգությունը, ապավել այս ժողովրդի խաղաղությունը եւ այս տեսանկյունից եղել են բավարար հնարավորություններ եւ միջոցներ ադրբեջանական շարունակական ագրեսիայի տարբեր դրսևորումների հետ մղելու եւ Ադրբեջանի իր տեղը ցույց տալու։ Այնպես որ այս տեսանկյունից այդ քննարկումը որոշակիորեն համարում եմ արհեստական, նաեւ շեղելու այն հիմնական իրադարձությունները, որոնք հնարավորություն չեն տա հասարակությանը շատ ավելի խորը գնահատելու իրական իրադարձությունների դասավորությունը։ Ադրամյան մի կարճ բան էլ դուք ասացիք իմպիչմենթը նաև այլ գործողություններով փուլերով պետք է զուգորդվի, ես ճիշտ հասկացա, այսինքն միայն այս ստորագրությունները, այսինքն սրանց ինչ պետք է լրացվի, փողոցային ինչ որ պայքար պետք է սկսվի, ինչ պետք է լինի, որ այդ գործընթացը մտնի արդեն կոնկրետ գործնական փուլ։ Ստորագրությունը միայն գործընթացի մի բաղադրիչն է կազմում, բնականաբար դու ունի մի քանի փուլեր, սկսած էր նշած փողոցային շարժումից մինչև քաղաքական ուժերի հնարավորինս լայն համախմբում։ Սա շատ ավելի ծավալուն թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ։ Պարոն Աբրահամյան, եւս մեկ հարց, տեսեք, որ ասում եք զենք ձեռք է բերվել նաեւ նախկինում, հա, այդ դեպքում օրինակ տեսեք, հիմա Ֆրանսիայից, Հնդկաստանից մեծածավալ տեխնիկա են ձեռք բերում։ Ինչու այն ժամանակ դա չի արվել, եւս դες ինչու Ռուսաստանը այդ մի քանի $100 զենքերը գումարը վերցրեց, բայց զենքերը այդպես է չմատակարարեց։ Չգիտեմ կոնկրետ որ մատակարարումների մասին է խոսքը, եթե ձեր խոսքը վերաբերում է այս իշխանության ժամանակահատվածում տեղ ունեցած մատակարարումն, ապա դրա մանրամասներին ես չեմ տիրապետում։ Ինչ վերաբերում է նախորդ մինչև 2018-ի ժամանակաշրջանում զենքեր գնելուն, ապա կոնկրետ զինտեխնիկայի սպառազինության գնման հիմքում պետք է լինի այն պահանջը, որը գրված է քո զինված ուժերի առաջ։ Նաև այստեղ կարևոր է որակին հարաբերակցությունը, ինչը քեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ճիշտ կողմնորոշվելու եւ այդ ուղղությամբ շարժվելու, չբացառելով տարբեր եվրոպական երկրների ունեցած հնարավորությունները, ես ուզում եմ հիշեցնել, որ այն սպառազինությունը, որոնք ժամանակին ձեռք է բերվել Հայաստանում որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր մասնակից լինելու, Ռուսաստանի հետ ունեցած համապատասխան պայմանագրերի շրջանակներում մեզ հնարավորություն է տվել շուկայականից ցածր գներով, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հիմնարկներից ուղիղ գնումների միջոցով, այն նույն գներով, որոնք ձեռք է բերում որից նաև Ռուսաստանի զինված ուժերը, դրանք ձեռք բերել եւ այս իրավիճակում բնական է, որ Հայաստանի նախորդ կառավարությունները ունեցել են հնարավորություն այդ գին որակ հարաբերակցությունում ընտրություն կատարելու եւ զինված ուժերը համալրելու այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտային այդ պահին դրված մարտական խնդիրները լուծելու։ Իհարկե դա չի բացառում որևէ այլ փուլում 3-րդ, 4-րդ կամ 5-րդ երկրներից գնումները, դա կախված է բանակի վրա դրված խնդիրներից եւ բանակում ունեցած մեր այն պահանջներից, որոնք տվյալ պահին կարող են լինել։ Շնորհակալություն։